Երևանի հանրային տրանսպորտը որքան էլ ներկայացվի որպես բարեփոխված համակարգ, իրականում շարունակում է ունենալ բազմաթիվ լուրջ խնդիրներ։ Քաղաքացիների մեծ մասը ամեն օր բախվում է նույն իրավիճակին՝ գերծանրաբեռնված ավտոբուսներ, երկար սպասումներ, ուշացող երթեր ու մշտական անհարմարություն։ Հաճախ ավտոբուսները գալիս են չափազանց խցկված։ Մարդիկ ստիպված են իրար վրա կանգնած երթևեկել, իսկ երբեմն էլ ժամերով սպասել կանգառներում։ Այս ամենը հատկապես ծանր է դառնում առավոտյան ու աշխատանքային ժամերին, երբ տրանսպորտից օգտվողների թիվը մեծանում է։ Երեկոյան եւ առավոտյան ժամերին բացարձակ խառնաշփոթ է։ Ոչ մի ինչ-որ մարդ չի կարող հասկանալ ինչ կանոնակարգով այդ գործում։ Առանձին խնդիր են նաև վալիդատորներն ու վճարումների համակարգը։ Շատ դեպքերում սարքավորումները նորմալ չեն աշխատում, մարդիկ չեն կարողանում վճարում կատարել։ Մեկ-մեկ լավ են աշխատում, մեկ-մեկ էլ ուզում ես 4 անգամ խփի, 5 անգամ խփի, ինքը իրանն է մտածում։ Վարորդներն էլ այդ ընթացքում արդեն հարձակվում են հաճախորդի վրա։ Քաղաքացին ինչ մեղք ունի, եթե ապարատը չի աշխատում։ Նախ իրանց ապարատները չի աշխատում։ Քարտը մոտեցնում ես, մի 3 անգամ խփում ես, գումարը չի տանում, բայց հետո երբ նայում ես, քարտի կնքից գումարը տարածա։ Դժգոհ ենք, իհարկե դժգոհ ենք։ Ավելակ չի առաջվա նման տալիս էինք գումարը, հանգիստ իջնում էինք։ Ու այսքան սպանություն, այսքան վարորդին ծեծ, այսքան ամեն ինչ չէր լինի։ Վարորդն ինչու է մեղավոր։ Ինչի հետևանքով առաջանում են վեճեր ու լարված իրավիճակներ։ Ոչ չենք վճարելու եւ նստելու եք եւ դու ոչ մի իրավունք չունես ինձ ասելու վճարի։ Ես ինքս պատասխանատու եմ ինձ համար։ Դու ինձ համար պատասխանատու չես։ Ամենացավալին այն է, որ այս ամբողջ պատասխանատվությունը փաստացի մնացել է վարորդների ուսերին։ Բարձրանալուց բավական են հերթագոյանում, միջև թենսելով անցկացնեն, դուրը չեն բացում վարորդների վրա են բարդել այդ գործը, վարորդն էլ կներվայնանա, կգնա ինչ կանի, վթարի կենթարկվի ինքն էլ, ժողովուրդն էլ։ Իրանց գործը հեշտացնելու համար բարդեցին վարորդների վրա։ Վարորդը, որի հիմնական գործը ճանապարհին կենտրոնանալն ու մարդկանց անվտանգ տեղափոխելն է, այսօր ստիպված է նաև հետևել ով վճարեց, ով չվճարեց, ով տոմս ստացավ, ով ոչ։ Մարդը չի ուզում վճարել, եք ստիպում։ Արդյունքում շատ դեպքերում առաջանում են կոնֆլիկտներ, վիճաբանություններ, երբեմն նույնիսկ ծեծկռտուքներ ու դանակահարության դեպքեր։ Սա արդեն միայն տրանսպորտի խնդիր չէ, սա հասարակական անվտանգության խնդիր է։